հայ ազգը որպես ազգ ի վերջո ձևավորվել է Արարատի շուրջ։ Մենք մեր 3-4 հազար առնվազն 3-4 հազար տարվա պատմության մեջ ազգային միշտ խոսք է եղել Արարատի մասին։ Մետաղադրամներ, որոնք արտադրվել են թագավորությունների ժամանակ Հայաստանում, հայկական լեռնաշխարհում, իրենք այնտեղ շատ հստակ ներկայացրել են Արարատը որպես սրբություն։ Ուրարտու թագավորությունը այլ կերպ, այլ պետությունների կողմից, մեր հարևան պետությունների կողմից հնչել է որպես Արարատյան թագավորություն։ Մենք ի վերջո այսօր էլ նաև խոսք է գնում Արարատյան դաշտավայրի մասին։ Արարատը նաև քրիստոնեության տեսանկյունից իր նշանակությունը շատ կարևոր դեր ունի։ Արարատը ամենուր է մեծ։ Հիմա տեսնում եք Արարատի մարզ, Արարատ քաղաք, Արարատ յուղ, Արարատը ամենուր է ուղղակի, որովհետև մենք որպես ազգ Արարատի շուրջ ենք ձևավորվել։ Սա մեր ինքնության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, չեմ ասում, որ ամենակարևորն է, եւ որևէ բաղադրիչ չեմ կարող ընդգծել, որ ամենակարևորն է, բայց ամենակարևորներից մեկն է։ Հայ ազգը որպես ազգ ի վերջո ձևավորվել է Արարատի շուրջ։ Մենք մեր 3-4 հազար առնվազն 3-4 հազար տարվա պատմության մեջ ազգային միշտ խոսք է եղել Արարատի մասին։ Մետաղադրամներ, որոնք արտադրվել են թագավորությունների ժամանակ Հայաստանում, հայկական լեռնաշխարհում, իրենք այնտեղ շատ հստակ ներկայացրել են Արարատը որպես սրբություն։ Ուրարտու թագավորությունը այլ կերպ, այլ պետությունների կողմից, մեր հարևան պետությունների կողմից հնչել է որպես Արարատյան թագավորություն։ Մենք ի վերջո այսօր էլ նաև խոսք է գնում Արարատյան դաշտավայրի մասին։ Արարատը նաև քրիստոնեության տեսանկյունից իր նշանակությունը շատ կարևոր դեր ունի։ Արարատը ամենուր է մեծ։ Հիմա տեսնում եք Արարատի մարզ, Արարատ քաղաք, Արարատ յուղ, Արարատը ամենուր է ուղղակի, որովհետև մենք որպես ազգ Արարատի շուրջ ենք ձևավորվել։ Սա մեր ինքնության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, չեմ ասում, որ ամենակարևորն է, եւ որևէ բաղադրիչ չեմ կարող ընդգծել, որ ամենակարևորն է, բայց ամենակարևորներից մեկն է։